Մենք վերադարձանք սիրելիներս տաղավար ու այս պահին ինչպես ամենասկզբում առավոտյան խոստացել էինք, որ այսօր շատ հետաքրքիր հյուրեր ենք ունենալու եւ կարեւոր թեմաների ենք անդրադառնալու, արդեն իսկ ժամանակն է, քանի որ մենք երկուսով զբաղեցել ենք այս կողմի բազմոցը, դուք եք գլխի ընկել, որ հյուրերը արդեն տաղավարում են։ Այո, եւ այսօր մեր առաջին հյուրերին ներկայացնելուց առաջ ուզում եմ մի քիչ լեգենդներից խոսենք եւ պատմենք, որ ըստ լեգենդի Պրոմեթևսը ժամանակին կրակը տալիս է մարդկանց եւ մարդիկ դա օգտագործում են ոչ միայն որպես կենարար ու կենսական պահանջ, այլ նաեւ որպես ուժ ու մոտիվացիա եւ լույսը գիտության, բայց մեր օրերում այդ կրակը պետք էր փոխարինել եւ դարձնել որպես նորարարություն, որպես գաղափարներ, որն էլ մեզ այս անգամ տալիս է Կերոնը արդեն 2 տարի։ Խոսքը Կերոն հիմնադրամի մասին է, որը գաղափարներով ներկայանում է, նորարարություններով ներկայանում է եւ կյանքի է կոչում դրանք։ Իդեպ 3 նշել են, Այո։ հավաստի աղբյուրներից ճշտեցինք, նաև տարեդարձը։ Այս մասին նույնպես կխոսենք, ես շտապ եմ արդեն ներկայացնել մեր հյուրերին, ովքեր տաղավարում են։ Տաղավարում է Կերոն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, բարի լույս, եւ Տաղանդների ֆոնդ ծրագրի տնօրեն Գևորգ Պողոսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում նորից տեսնել։ Եվ շնորհավորում ենք 2 տարվա գործունեության համար եւ ասում շնորհակալություն, որովհետեւ Կերոնի բազմաթիվ նախագծեր մեր կյանքի եւ առօրյայի անբաժան մասն են դարձել մայրաքաղաքում եւ Հայաստանի այլ քաղաքներում եւս։ Ինչպես նշեցիք 2 տարի։ Շնորհակալություն, շնորհավորանքների համար եւ հրավերի համար։ Իրականում մեզ համար ինձ առավոտվանից ինձ մոտ երկակի զգացումներ էին, մի կողմից ասում էի արդեն 2 տարի, մի կողմից դեռ 2 տարի եւ այդ զգացումներով 3 Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում մենք նշեցինք շատ հետաքրքիր ֆորմատով Կերոնի 2-ամյակը եւ մեզ հետ էին մեր գործընկերները, մեր ընկերները, ովքեր այս 2 տարիների ընթացքում ամենասկզբից հավատացին, որ Կերոնը ոչ միայն ասելու է, այլ նաեւ աշխատելու է եւ կարծես մեր ծրագրերը վկայում են դրա մասին, որ մենք ավելի քիչ խոսում ենք, ավելի շատ անում ենք, դա առանց ավելորդ համեստությամբ կարող եմ նշել եւ կուզեմ նաեւ անդրադառնալ ձեր ասացին, որ Կերոն, այո, շատ են մեզ հարցնում ինչ է նշանակում լույս, ջահ, կրակ եւ մեզ համար նաեւ շատ հետաքրքիր բացահայտում էր, երբ անվանումը դնելուց հետո մենք շատ պատահական իմ ընկերներից մեկը ասեց, իսկ հակառակ կարդացել եք ինչ է նշանակում եւ նորեկ, իսկ նորեկները դրանք տաղանդներն են, որը մեր ամենակարևոր գործունեությունն է Կերոն հիմնադրամի, մենք հրավիրում ենք Հայաստան տաղանդավոր մարդկանց, ովքեր գալիս են մեր երկիր աշխատելու եւ փոխելու մեր երկու միջավայրը եւ Գևորգը մեր տաղանդների ֆոնդ նախագծի ղեկավարն է, ով միացել է բոլորովին վերջերս հիմնադրամի թիմին եւ արդեն իսկ մեծ ներդրում ունի այս ծրագրի իրականացման եւ մենք հավատացեք այն ծրագրերը, որ մենք տեսնում ենք Կերոնի, չգիտեմ, Սայրանի աստիճաններ, խաղարապարակներ, այո, դրանք շատ լավն են եւ շատ կարեւոր են, բայց այդ տաղանդների ֆոնդի ծրագրի կարևորությունը մենք տարիներ անց կտեսնենք, թե մարդկանց, պրոֆեսիոնալ մարդկանց մեր երկիր հրավիրելով եւ իրենց մասնագիտական գիտելիքներով մեր երկրում միջավայր փոխելը ինչ արդյունք կբերի մեր երկրում։ Հրաշալի, բայց նորությունները իրականում այսքանն էլ չեն, դեռ շատ նորություններ կան, ժամանակը հաշվի առնելով, որ մի քիչ սուղ է, արագ անցնենք նորություններին, հատկապես վերջին շրջանում այդ հետաքրքիր լուծումը այգու տեսքով, թե ինչպիսին է եղել եւ որ այգու մասին է խոսքը։ Խաղահրապարակի մասին խոսքը, այո, Միսակ Մանուշյանի այգում խաղահրապարակ, որ արդեն 3-րդն է Կերոնի խաղահրապարակներից։ Կերոնի խաղահրապարակները տարբերվում են իրենց յուրահատուկ որակով, ինչպես նաև ներառականությամբ եւ նաև այն նյութերով, որոնք օգտագործված են մաքսիմալ բնական եւ երեխաների համար անվտանգ, բայց սրանով էլ չենք սահմանափակվում եւ իրականում նաև գաղափարային առումով հատուկ տարիքային խմբերի համար նախատեսված խաղահրապարակում այն խաղերը, որոնք երեխաները կարան խաղան, իսկ երրորդը ինքը հայ գյուտարարների գյուտերի հիման վրա ստեղծված խաղահրապարակ է, որտեղ երեխաները խաղալով կսովորեն, թե ընդհանրապես աշխարհի մակարդակով ինչ գյուտեր են հայերն իրականացրել, ինչեր են ստեղծել, եւ եթե չեմ սխալվում 12 գյուտ, թե ավել 12-ից ավել գյուտ ներկայացված է մեկ խաղահրապարակում, որը շատ շուտով կբացվի։
Սա հիանալի հնարավորություն է երեխաներին եւ ծնողներին միասին ժամանակ անցկացնելու ժամանցի տեսքով եւ իհարկե սովորելու, կրթվելու, ինչը Կերոնի անբաժան մասերից մեկն է։ Խոսենք նաեւ ձեռագրերի մասին, այն աշխատությունների, որոնք ձեռք է բերել Կերոնը եւ նվիրատվություն է կազմակերպում, եթե չեմ սխալվում։ Իրականում, եթե ժամանակը ներում է, ես երկու բառով ասեմ, Փարիզում, Ֆրանսիայում Սամվելյան գրատուն գրախանութն էր գործում տարիներ շարունակ, տասնյակ տարիներ, երկրորդ Եղեռնից հետո Սամվելյան գաղթել էր Ֆրանսիա եւ այնտեղ բացեց գրատունը, որտեղ եզակի ձեռագրեր էր հավաքագրում եւ այդ գրատունը կարծես ամբողջ Եվրոպայի համար, հայերի համար հանդիսանում էր մշակույթի եւ գրապահպանության կենտրոն եւ ցավոք տարիներ առաջ գրատունը փակվեց եւ ժառանգները որոշեցին ամբողջ արժեքավոր գրքերը աճուրդի հանել եւ մեր գործընկեր ընկերությունը, Wilco ընկերությունը գնեց այդ արժեքավոր գրքերից 13 տպագիր եւ 5 եզակի ձեռագրեր եւ նվիրաբերեց Կերոն հիմնադրամին։ Մենք հիմա սպասում ենք վերջի 5 ձեռագիր գրքերը օրերս կժամանան Ֆրանսիայից Հայաստան եւ մենք դրանք մեծ խնամքով, սիրով վերականգնենք Մատենադարանի հետ միասին այնտեղ գրքերի հետ աշխատանք կանելու եւ կպահպանենք որպես մեր կարևոր հոգեվոր եւ մշակութային զարանգություն։ Ես նշեմ, որ գրքերի ցանկում է սիլերստատողներ Մաշտոցի ծիսարաններ Գրիգոր Նարեկացուն Նարեկ գիր գաղութքից 1782-ից եւ 1825 թվականի տպագիր օրինակները։ Սա կարծում եմ Աստվածաշնչեր շատ կարևորավոր շատ են, դեռ ես երկուսը կամ 3 ընդամենը մեջ բերեցի։ Ինչ պլաններ կան հետագայում։ Եվ նաև շուտով որ ասացինք բացումը կլինի երբ է լինելու, նաև սա որ մի անգամից այնտեղ լինենք, բաց չթողնենք։ Բացումը մենք եղանակային պայմաններից ելնելով արդեն մոտ 2 անգամ տեղափոխեցինք, որովհետև արդեն պիտի բացվեց գալեր։ Անձրևոտ եղանակներ են, ցավոք սրտի, այնտեղ աշխատանքներ կան, որոնք չեն չորանում, դրա համար 2 անգամ տեղափոխվեց, բայց կարծում եմ շուտով։ Այդ պահին նախատեսված է մայիսի առաջին օրերին, հուսով մայիսի 4-ին կարող է բացումը կազմակերպենք արդեն։ Հիանալի է։ Հրաշալի։ Խոսելով նաև քան դեռ ժամանակ ունենք տաղանդների ֆոնդի մասին, ինչու եւ ինչպես են մարդիկ Հայաստանի սահմաններից դուրս որոշում իրենց գիտելիքը, փորձը ծառայեցնել Հայաստանին, ինչպես եք ոգևորում եւ ոգեշնչում նրանց։ Իրականում վերջերս մի քանի գործընկերների հետ զրուցելուց այս մասին էի ասում, որ այն անձինք, ովքեր արդեն գոնե մեկ անգամ եղել են Հայաստանում, իրանց այդքան դժվար չի համոզել, որ կան տեղափոխվեն ապրելու Առաջինն է դժվար, առաջին այցը։ Այո, իսկ այն մարդիկ, ովքեր չէ, իրենց տենց մեկ շաբաթով պիլոտային հրավիրում են առաջարկում են գալ տեսնել երկիրը, բնականաբար նաև ներկայացնելով այն բոլոր առավելությունները, որ մեր սիրելի երկիրն ունի իր եղանակային տեսանկյունից, իր մարդկանց ջերմությամբ, իր հնագույն պատմությամբ եւ նաև լինելով բավականին հետաքրքիր զարգացման փուլում էս պահին, դա նաև մասնագետի համար հնարավորություն է գալ եւ օրինակ զարգացնել, հա, էկոհամակարգ, զարգացնել, ներդնել համակարգեր, դրա համար այդ դժվար չի լինում եւ մենք արդեն ունենք թվով 11 մասնագետ, ովքեր տեղափոխվել են եւ ապրում են Հայաստանում եւ իրենցից ընդամենը 3-ն են ազգությամբ հայեր, մյուսները ազգությամբ ոչ հայ մարդիկ։ Նաեւ հավելեմ, որ բնականաբար գաղտնիք չի լինի ասել, որ մրցունակ աշխատավարձ ենք նաեւ առաջարկում, որը արդեն թույլ է տալիս նման որակավորում ունեցող մասնագետներին դիտարկել Հայաստան տեղափոխվելը։ Ցավոք, որը մինչ այս պետական կառույցները, մեր գործընկերները իրենց պարզապես չեն կարող թույլ տալ, մենք փորձում ենք այդ բացը փակել աշխատավարձային ֆոնդի, որպեսզի կարողանան նման որակավորում ունեցող մասնագետներ հավաքել Հայաստան։ Եվ ներողություն եմ խնդրում զուտ այս մասն էլ ֆիքսելու համար, քանի որ հավատում ենք, որ այս մարդիկ գալիս են միջավայր փոխելու, իրենց նվազագույն ժամկետը Հայաստանում գտնվելու 5 տարի է։ Իրենք գալիս են 5 տարով ապրելու եւ աշխատելու Հայաստանում։ Բայց 5 տարուց հետո լինում են դեպքեր, որ վստահ եմ Մենք էլ ամեն ինչ կիմանանք։ Ու կիսվենք նաև մեր սիլերստատողների հետ։ Խոսենք նաև հետագա պլանների մասին, ինչ ծրագրեր են սպասվում, հաշվի առնելով, որ դուք շատ ակտիվ եք, վստահ եմ 26-ը արդեն ամփոփել եք 27-ի մեջ։ Իրականում կարևոր երկու նախագիծ, որ օրերս ավելի ակտիվ փուլ են մտնում, դա Երևանի Պետական Բժշկական Համալսարանի գրադարանի շինարարությունը ակտիվ փուլ է մտնում եւ մենք հույս ունենք, որ մինչ տարվա վերջ այն ավարտին կհասցնենք եւ կունենանք Հայաստանում գերժամանակակից 3000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող կրթական ոչ միայն գրադարան արդեն, այլ կրթական տարածք, որտեղ որը
իրականացնի բազմաֆունկցիոնալ կառույցի դեր եւ նաեւ մեր ամենասիրելի եւ ամենանշանավոր ծրագրերից մեկը Աբովյան 3 հասցեում գտնվող Աղոքսի շենքի վերականգնումը, վերակառուցումը, որը նույնպես հուսով ենք մոտ ժամանակներս կմտնի ավելի ակտիվ փուլ, քանի որ հիմա այնտեղ ռեստավրացիոն աշխատանքներ են բարդագույն եւ շատ ծավալուն իրականացվում, շենքի հետ կապված այնտեղ ցավոք սրտի մեծ խնդիրներ կան եւ արտաքինից եւ ներսից մեծ վնասվածքներ կան, շենքը շատ փխրուն վիճակում է գտնվում, բայց էլի մենք մեծ օպտիմիզմով ենք տրամադրված եւ հուսով ենք, որ էլի տարվա վերջ, տարվա սկիզբ ունենանք վերջապես կբացվի լեգենդար Երևանի սիրուն շենքի դռները եւ մենք կարողանանք մեր համակարգացիներին բոլորս կկարողանանք այդ շենք մուտք ունենալ եւ վայելել 20-րդ դարի սկզբի եզակի ճարտարապետություններից մեկի գեղեցկությունը։ Հրաշալի։ Ինձ շատ է դուր գալի նաև ձեր մոտեցումը, որ հատկապես, որ խոսում ենք խաղահարապարակների մասով, երեխաներին այդ գիտության ու գյուտերին մոտ կանգնելը, դա շարունակական վստահեն բնույթ է կրելու, ճիշտ է։ Այո, տեսեք, նույն խաղահարապարակներում մենք ապրիլից սկսած կարող են հետևել մեր կայքին, մեր սոցիալական կայքերին, մենք ամեն ամիս յուրաքանչյուր խաղահարապարակում տարբեր խաղերի միջոցով, տարբեր այդպես ոչ ֆորմալ կրթական էլեմենտներ են խաղահարապարակներում իրականացնելու, որովհետև ինչպես նշեցիք, նույն հայ գյուտարաններ խաղահարապարակը, այնտեղ ոչ ֆորմալ խաղի միջոցով ներկայացված են մարդիկ, որոնք իսկապես հայ գիտական մտքի տիտաններն են եւ համաշխարհային գյուտեր են հնարել։ Երկրորդ խաղահարապարակը մեր վիշապագորգը, այնտեղ էլ հայկական մշակույթի գոգագործության այ շուտով տնկվելու են եղանակները բացվեցին եւ տնկվելու են այնտեղ այն բույսերը, որոնցով ժամանակին գորգերը ներկվել են։ Այսինքն երեխաները, որ էլի խաղի միջոցով ծանոթանան, տեսնեն թե որ գույնը ինչ բույսերով, որ ծաղիկներից են ստացել եւ այլն, այսինքն ճնշված ձևով երեխային որովհետեւ գիտելիք փոխանցելը, դա մեր գործառույթը չի, դա դպրոցների գործառույթն է, պարտադրված ձևով ավելի ճիշտ։ Մենք փորձում ենք խաղի ոչ ֆորմալ, այդպես ավելի բան միջավայրում, ազատ եւ անկաշկան միջավայրում երեխաներին փորձել մեր մշակութային, մեր գիտական, տարբեր մեր ինքնության։ Այո, մեր ինքնությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ երեխաներին տենց բան փոխանցել, գիտելիք փոխանցել։ Ինչը շատ ողջունելի է։ Այո, կարևոր է, որ Կերոնը ոգեշնչվում է մեր պատմությունից, մշակույթից ու ստեղծում է նորացված ժամանակակից տարբերակը, որպեսզի կարողանանք թե մշակութային առումով պատմությունը վերցնել ու ավանդույթները շարունակել, գուցե դա էր նաև պատճառը փետրվարին բացված Վերնատան։ Այո, ես ուզում եի նաև Վերնատնից խոսել, քանի որ մեր գործունեության հիմնական առանցքը մարդիկ են, մենք հասկացանք, որ Երևանում պակասում է մի վայր, մի տարածք եւ կրկին 20-րդ դարի սկզբի պատմական առաջի շենքերից Կավաշեն Երևանի առաջին քարաշեն տներից մեկում աֆրիկյանների առանձնատանը մենք բացեցինք ոգեշնչվելով Թումանյանական Վերնատնից, ոգեշնչվելով աֆրիկյան եղբայրների ակումբային տարածքից, որը ցավոք քանդվեց 2014 թվականին եւ այլևս Երևանում չկա այդ գեղեցիկ շենքը, ոգեշնչվելով 70-ականների վերջին 80-ականների սկզբին հայ մտավորականության հավաքներով, որից եւ ծնվեց մեր անկախության շարժումը, մենք որոշեցինք բացել մի ակումբ, որտեղ ոչ անտարբեր նախաձեռնող եւ նույն արժեքները կիսող մարդիկ կկարողանան ոչ ֆորմալ փորձառությունների շուրջ հավաքվել, զրուցել եւ մնացածը արդեն ինչ կստացվի այդ ամեն ինչից, այո, արդեն մենք սիրով ձեզ հրավիրում եմ մի օր այցելել, որովհետև իսկապես ստացել ենք առանձնահատուկ մթնոլորտով եւ միջավայրով, էներգետիկայով մի տարածք։ Սիրով անպայման մենք երբ որ ժամանակ լինի կայցելենք, ուզում ենք եւս մեկ անգամ ասել շնորհակալություն ձեզ ու ձեր մեծ թիմին, ձեր ծավալած 10-12 հոգանոց թիմին։ Այս ամբողջ աշխատանքները արվում են ընդամենը 10 հոգով, այնպես որ մտքերը ծնվում են 10-12 հոգու գլխում, հետո արդեն ավելանում են ընկերները, գործընկերները եւ դառնում են մեծ թիմ եւ ձեր շնորհիվ հենց սկիզբը սկսվող 12-ով կյանքի են կոչվում շատ մեծ գաղափարներ եւ աշխատանքներ։ Շատ շնորհակալություն եւ ձեզ լավ օրվա շարունակություն ենք մենք։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Սիրով, մենք շարժվենք առաջ։ Այո։